Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիան ներկայացրած պատգամավորներ Քրիստոնյա դեմոկրատական միություն կուսակցության անդամներ Էդուարդ Լինցների և Աքսել Ֆիշերի անունները միջազգային առաջատար շատ լրատվամիջոցների առաջին էջերում են տեղ գտել՝ Euronews, BBC, Politico Europe, New York Times, Spiegel։ Guardian-ն օրինակ գրել է. Բունդեսթագի երկու նախկին պատգամավորներ մեղադրվում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական շահերի լոբինգի դիմաց 819,500 եվրո կաշառք ստանալու մեջ։ Գումարները փոխանցվել են ադրբեջանական լվացքատուն կոչվող կեղծ ընկերության միջոցով։ Դատարանը փորձում է պարզել ԵԽԽՎ-ում ադրբեջանական կոռուպցիոն ցանցին այլ անձանց ներգրավվածությունը ևս։ Ռադիոլուրին հայտնի է դարձել, որ այլ անձանց ներգրավվածությունը ևս հաստատվել է։ Մարկուս Լինցներ, գերմանացի պատգամավոր Էդուարդ Լինցների որդին, իրավաբան։ Էլադա Մ. ծնված Թբիլիսիում, Վրաստան։ Ազգային պատկանելությունն ու ազգանունն ամբողջությամբ չեն նշվում։ Կուրտ Յոզեֆ Ս. ծնված Աշաֆենբուրգում, Գերմանիա։ Անձնական տվյալներ չեն հաղորդվում։ Մյունխենի դաշնային գերագույն դատարանի դատավոր և քրեական գործերի մամլոյցարայության ղեկավար դոկտոր Լորան Լավլորը հանրային ռադիոյին ուշագրավ տվյալներ է հաղորդել։ 2025 թվականի հունվարի 16-ին մեկնարկած դատավարության շրջանակում մինչև այժմ արդեն անցկացվել է 16 հիմնական նիստ։ Այս ընթացքում 13 դատական նիստ չեղարկվել է գործով ներգրավված անձանց հիվանդության պատճառով։ Գանք հերթով։ Դեռ օրեր առաջ Մյունխենի բարձրագույն շրջանային դատարանում, այսպես ասած խավիարային դիվանագիտության գործով դատական լսումները խիտ գրաֆիկով սահմանված էին մինչև օգոստոս։ Նոր ժամանակացույցով դրանք ավելացվել են մինչև տարեվերջ։ Այսքանով հանդերձ մինչև օրս դեռ հստակ չէ դատավճռի հրապարակման օրը։ Ռադիոլուրին տրամադրվել է Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական եզրակացությունը, որում բացառիկ մանրամասներ կան խավիարային գործարքների հանգամանքների, որպես կաշառք ստացված գումարների չափերի, կոռուպցիոն սխեմաների մասին։ Մեղադրական եզրակացության մեջ հստակ ձևակերպված է, որ 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը շարունակ փորձել է ԵԽԽՎ-ում կամ դրա հանձնաժողովներում իր շահերն առաջ տանել, քվեարկությունների վրա ազդելով, եվրոպացի պատգամավորներին կաշառելով և պահանջելով, որ նրանք հօգուտ Բաքվի որոշում կայացնեն և ցանկալի խմբագրումը մտցնեն ընդունվող բանաձևերում։ Մեջբերում մեղադրական եզրակացությունից։ Պայմանագրերից միայն մեկով 2008-ից 2014 թվականներին Ադրբեջանից արտասահմանյան փոստային 11 ընկերությունների միջոցով ստացվել է ընդհանուր առմամբ 3,4 միլիոն եվրո։ Փոխկապակցված անձինք գումարը ստացել են օտարերկրյա ընկերություններին ենթադրաբար մատուցած ծառայությունների դիմաց, հետագայում այն վերաբաշխելով տարբեր մարդկանց միջև։ Մյունխենի գլխավոր դատախազության մեղադրական փաստաթղթում առանձնակի կերպով հիշատակված է Հայաստանը։ Մեջբերում։ Մեղադրյալ Ֆ-ն դեռ 2011-ից ակտիվ գործունեություն է ծավալել ԵԽԽՎ-ում։ 2011-2018 թվականներին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլխան Ս-ի և Մուսլում Մ-ի հետ պայմանավորվածությամբ և նրանց պահանջով պատգամավորը գործել է Ադրբեջանի շահերից ելնելով, լինի դա ելույթների, գաղտնի փաստաթղթերի վաղաժամկետ փոխանցման, թե քվեարկության տեսքով։ Մեղադրյալ Ֆ-ն 2011-2014 թվականներին Էյխան Ս-ից և Մուսլում Մ-ից մի քանի փուլով կանխիկ վճարումներ է ստացել ընդհանուր առմամբ 58,000 եվրո։ 2014-ի սեպտեմբերից մեղադրյալ Ֆ-ն շարունակել է իր ստվերային գործունեությունը Էլխան Ս-ի և Մուսլում Մ-ի հետ։ Նոր համաձայնությամբ ստացել է 26,000 եվրո։ Գերմանիայի պետական մեղադրողը փաստեր ունի, որ Ադրբեջանից ստացված հրահանգներով մեղադրյալ Ֆ-ն ԵԽԽՎ-ում իրականացրել է առնվազն հետևյալ գործողությունները։ 2015 թվականի հունվարին մեղադրյալը հանգուցյալ Կարին Շ-ին առաջադրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, որպեսզի վերջինս կարողանա այնտեղ հանդես գալ Ադրբեջանի անունից։ 2015 թվականի օգոստոսի 19-ին մեղադրյալ Ֆ-ն, որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարումը վերնագրով գաղտնի զեկույցի առաջին նախագիծը էլեկտրոնային փոստով ուղարկել է Մուսլում Մ-ին, հնարավորություն տալու նրան և Էյխան Ս-ին ազդելու այս զեկույցի վրա։
Արդեն 2016-ի հունվարի 26-ին մեղադրյալ Ֆ-ն ԵԽԽՎ նիստում քվեարկում է Իշահ Ադրբեջանի բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բանաձևի օգտին։ Իդեպ հակառակ համաձայնության նա չի մասնակցել սահմանամերձ շրջանների ջրամատակարարման վերաբերյալ քվեարկությանը։ Դրանով առաջ էր մղվում Բաքվի պնդումը, թե Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները զրկված են ջրից։ Մյունխենում ընթացող դատավարությունը Բաքվի այսպես կոչված խավիարային դիվանագիտության եւ նավթային մանիպուլյացիաների շղթայի օղակներից է, որը շարունակում է բացահայտվել։ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի բացահայտումը երկար ժամանակ է եվրոպական օրակարգում։ Անգամ դրա հիմքով գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել։ Գործով ի սկզբանե անցնում էր նաև Կարին Շտրենցը։ Գերմանացի քրիստոնյա դեմոկրատ падգամավորը, սակայն 2021-ին անսպասելիորեն մահացավ ինքնաթիռում։ Մահից 2 ամիս առաջ Բունդեսթագը զրկել էր նրան անձեռնխելիությունից ապացուցված կաշառակերության համար։ Նա տարբեր փուլերով ստացված շուրջ 149,000 եվրոյի դիմաց ԵԽԽՎ-ում Բաքվի լոբինգներ արել։ Շտրենցն այդ ընթացքում նաև Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգի հանձնաժողովի անդամ էր։ Հենց նա էր ԵԽԽՎ-ում դեմ քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին։ Շտրենցի գործը քննելիս քննիչները կանգ առան ԵԽԽՎ անդամ Էդուարդ Լինդների անվան վրա։ Փաստերը խոսեցին։ Հայր եւ որդի Լինդներների գրպանը միայն 2014-16 թվականներին ծանրացել է 591,000 եվրոյով։ Ադրբեջանից այդպիսով խնդիր էր դրվել հավաքագրել այլ գերմանացի падգամավորների ևս։ Նրանցից մեկն էլ Ֆիշերն էր, ով ևս այժմ դատարանի առջև է։ Առողջական հարցերի պատճառով նրա գործը քննվում է այժմ առանձին։ Տարիներ ձգվող հետաքննությունը բարդանում է, քանի որ գումարի փոխանցման սխեմաները խճճված են ու տարածված տարբեր երկրներով։ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի մասին հաշվետվությունների նախագծի դեռ 2017-ի զեկույցում տվյալներ կային, որ Ադրբեջանի իշխանությունները կիրառել են այսպես կոչված սև դրամարկղ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու, շքեղ ապրանքներ գնելու եւ փող լվանալու համար։ Նույն թվականից Եվրախորհուրդը սկսեց հետաքննել Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ անդամներին կաշառելու գործերը։ Մեկ տարի անց եզրակացրեց, ԵԽԽՎ մի շարք անդամներ ևս կաշառք են ստացել, որպեսզի Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները մեղմ քննադատեն։ Օրինակ 2016-ի հունիսին Միլանի դատախազությունը բացահայտեց խավիարային դիվանագիտության մեկ այլ դեպք՝ կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանք առաջադրելով իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին։ Նա ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության նախկին ղեկավարն էր։ Համաձայն դատախազության մեղադրանքի Ադրբեջանի պաշտոնյաներին աջակցելու համար Վոլոնտեն 239 միլիոն դոլար էր ստացել։ Վոլոնտեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Եվրոպայի խիղճը համարվող Եվրոպայի խորհրդին Ադրբեջանն անդամակցել է 2001-ին։ Մեկ տարի առաջ ԵԽԽՎ անդամները հրաժարվեցին վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը, քանի որ երկիրը չկատարեց Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները։ Բաքվի խավիարային դիվանագիտության հիմքում թանկարժեք խավիարն է, որի կիլոգրամը շուրջ 1300 եվրո արժե։ Միջազգային մամուլում բազմաթիվ են այս թեմայով հրապարակումներն ու սուր ձևակերպումները։ Օրինակ, Ալիևի падգամավորներին ցույց տվեցին դուռը ԵԽԽՎ պատմական բանավեճ, կամ ամենատարօրինակ սիրավեպը ավտոկրատներ եւ խորհրդարանականներ Բերլինից մինչեւ Ստրասբուրգ։ Մյունխենի դաշնային գերագույն դատարանի դատավոր եւ քրեական գործերի մամլոյցարայության ղեկավար դոկտոր Լորան Լաֆլորը հանրային ռադիոյին պաշտոնապես տեղեկացրել է. Այս գործով անցնող մեղադրյալներին առաջադրված հիմնական մեղադրանքները վերաբերում են կաշառք վերցնելու, հարկերը միտումնավոր պակաս վճարելու կամ թաքցնելու բազմակի դեպքերի։ Երկու դեպքում ընտրված պաշտոնյաներին կաշառք տալուն օժանդակելու եւ դրդելու հիմքով։ Արձանագրվել է, որ կաշառքը վերցվել է սեփական լիազորությունները կատարելիս ուրիշի անունից կամ նրա հանձնարարությամբ գործողություն կատարելու կամ կատարելուց խուսափելու դիմաց։ Ընտրված պաշտոնյաների կողմից կաշառք վերցնելը գերմանական օրենքով պատժվում է 1-ից 10 տարի ազատազրկմամբ, իսկ հարկերից խուսափելու դեպքում նախատեսվում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում։ Մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։
Այս ընթացքում Բաքուն վերանայել է իր գործելավոճը։ Հարցը կիսահռետորական է։ Լիանա Եղազարյան, Ռադիոլուր։